Բարև ձեզ, ձեզ հետ է Էլեն Համբարձումյանը։ Մենք այսօր կպատրաստենք մի պլակատ, որի համար մեզ անհրաժեշտ է մկրատ, գունավոր գրիչներ, քանոն, կարմիր և կապույտ գրիչներ, ռետին, մատիտ և սրիչ, և իհարկե A3 ֆորմատի թուղթ և A4 ֆորմատի թուղթ։ Գնացինք։ Նարնջագույն գունավոր գրիչով նկարում ենք արև։ Իսկ հետո նկարում ենք արևի դեմքը։ Ահա այսպես։ Ապա վերցնում ենք կապույտ գույնի ելային գրիչը և նկարում ամպեր։ Ահա այսպես, կապույտ գույնը։ Ապա վերցնում ենք սև գույնի գունավոր գրիչը և նկարում նստարան այս հատվածում։ Ահա այսպես։ Այս նույնից նկարում ենք այս կողմը և վերջում նկարում ենք շատ գեղեցիկ մի շնիկ։ Ահա և մեր շնիկը։ Ես հիմա ձեզ կցույց թե ինչպես է նկարում այս շունիկը։ Վերցնում ենք A4 ֆորմատի թուղթը և որպեսզի փորձանենք, եթե կարողանանք նոր նկարենք պլակատի վրա։ Այստեղ։ Վերցնում ենք հասարակ մատիտը և նկարում ականջները։ Սա շան ականջներն են։ Եվ այստեղ։ Ահա։ Չի լսվում մեր ձայնը։ Ահա, հիմա նկարում ենք այստեղ աբադոկը։ Ահա։ Բանջիկներ ենք անում, առաջին անում ենք կլորը, նոր բանջիկները։ Եվ ստացվում է աբադոկ։ Ահա և մեր աբադոկը։ Իսկ հիմա նկարում ենք աչքերը։ Ահա։ Այստեղ մենք այս կլորը չենք անում, Սկզբում անում ենք այս երկու աչքերը, ապա նոր կլորը։ Ահա, իսկ հիմա այստեղ նկարում ենք քիթը։ Ահա։ Իսկ այստեղ լեզուն։ Ահա։ Իսկ հիմա նկարում ենք գլուխը։ Ահա։ Ահա։ Իսկ հիմա նկարում ենք մեծ սրտիկ։ Ահա։
Ահա եւ մեր սրտիկը։ Իսկ հիմա նկարում ենք ոտիկները։ Ահա։ 1, 2, 3 եւ այստեղ 1, 2, 3 Այս գիծը հաշվի մի առեք, որովհետև ես հեսա սա ջնջիրում։ Ահա, տեսեք, ես այստեղի գիծը ջնջեցի։ Եվ ստացել շատ սիրուն և գեղեցիկ մի շուն։ Ահա նայեք սա և սա։ Երկուսն է շատ գեղեցիկ է։ Դուք փորձեք և վերջում դրեք լայք։ Իհարկե, աբադոկը նկարում ենք ռոզվի գույնի գունավոր գրիչով։ Դուք կընդգծեք և անպայման կդնեք լայք ու ձեր նկարածը կդնեք կոմենտում։